Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1408-րդ օրն է, հունվարի 1-ն է։ Ցանկանում եմ շնորհավորել ձեր նոր տարին, Աստծո կամքով հասանք 2026 թվական եւ կուզեի առաջին հերթին մաղթել ձեզ, մեր լսարանին, ձեր ընտանիքներին եւ հարազատներին առողջություն եւ բարեկեցություն։ Թող այս տարին դառնա բոլոր ցանկությունների իրականացման տարի։ Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլոր ջերմ խոսքերի եւ աղոթքների համար։ Դուք աննկարագրելի ոգեշնչում եք, շատ շնորհակալ եմ։ Երեք որպես զինվորի հայր նախաամանորյան ժամանակ մի փոքր անցկացրեցի որդուս եւ նրա զինակիցների հետ, փոքրիկ անակնկալ կազմակերպեցինք, անհնար է բառերով փոխանցել այն զգացմունքները, որոնք ամեն անգամ ունենում եմ մեր մարտիկների հետ շփվելիս, նրանք այնքան լուսավոր են, նրանցից այնպիսի դրական էներգիա է գալիս, որ դժվար է նկարագրել։ Մեր այն դիտողներին, ովքեր հարցնում էին ինչպես է որդիս, ասեմ, որ ամեն ինչ փառք Աստծո լավ է, նա արդեն նոր դիրքերում է եւ գնալով աճում է ռազմական գործում, շատ պատասխանատու ուղղության վրա է հիմա եւ հրամանատարների վստահությունն է վայելում, ինչը ինձ համար մեծ հպարտություն է։ Եվ բացեմ մի փոքր գաղտնիք այն կադրերի մեջ, որոնք դուք տեսնում եք Telegram-ում ռուսական դրոնների խոցման մասին, կան նաև իմ որդու աշխատանքի կադրերը։ Ես պարզապես դրանք առանձին չեմ նշում անվտանգության նկատառումներից ելնելով։ Երևի պատկերացնում եք, ինչ ոգևորություն եմ զգում, երբ տեսնում եմ որդուս հաջող ռազմական աշխատանքը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր բարեմաղթանքների եւ աղոթքների համար։ Ամեն ինչ փոխադարձ է եւ հուսանք տարին մեզ լավ անակնկալներով դեռ շատ կուրախացնի։ Իդեպ նոր տարին մեր համար շատ դրական է սկսվել, մի փոքր ավելի ուշ կներկայացնեմ մեր զորքերի աշխատանքը, ինչպես նաև կհայտնեմ, որ ռուսական կամավորական կորպուսի հրամանատար Դենիս Կապուստինը ողջ է եւ Պուտինի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված մահափորձը Դենիսի դեմ ձախողվել է։ Ամանորյա գիշերը դարձավ եւս մեկ հիշեցում Ռուսաստանի տարբեր շրջանների բնակիչների համար, որ իրենց նախկին կյանքը այլևս չկա եւ նրանք պետք է ընտրեն կամ ապրել նոր իրականության մեջ, որը օրեցօր վատանալու է Ռուսաստանի բնակչության համար, կամ մտածել իրենց ձախողված առաջնորդին փոխելու մասին։ Ամանորի շեմին ուկրաինական դրոնների եւ հրթիռների ճշգրիտ հարվածները որոշ շրջաններում ռուսներին թողեցին առանց էլեկտրականության, իսկ այլ վայրերում նավթավերամշակման գործարաններն ու նավթաբազաները վառվում էին ինչպես ջահեր։ Ռազմաճակատում Պուտինի բանակի ընդհանուր կորուստները դեկտեմբերի 29-ին, 30-ին եւ 31-ին այդ 3 օրվա տվյալները ձեզ չեմ ներկայացրել մեր եթերների մեջ, ասեմ, որ չնայած տոնական օրերի նախաշեմ էր, բայց ռազմական աշխատանքը շարունակվում էր մեծ թափով, ռուսների կորուստները անցած 3 օրում կազմել են 3280 զինվոր եւ 2250 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ 2025 թվականի ընթացքում ռուսական մարտական կորուստները կազմել են 418170 սպանված եւ վիրավոր, ինչպես նաեւ իրեն աշխարհի երկրորդ բանակ անվանող ուժը կորցրել է 1816 տանկ մեկ տարվա ընթացքում, 3806 զրահմեքենա, 14146 հրետանային համակարգ, 331 ռեակտիվ համազարգային կրակի համակարգ, 234 հոբ միջոց, 65 ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 77322 օպերատիվ դրոններ, 1130 թևավոր հրթիռներ, 1 սուզանավ, 39743 ավտոտեխնիկայի միավոր եւ 363 հատուկ տեխնիկայի միավոր, որքան հասկանում եմ, խոցված նավերի եւ կացերների թիվը դեռ ճշտվում է, հենց հրապարակվի դրա մասին էլ կպատմեմ ձեզ։ Ռուսական բանակի ընդհանուր կորուստները սկսած 22 թվականի փետրվարից արդեն կազմել է 1,208,970 օկուպանտ, սա Ուկրաինայի գենշտաբի տվյալներն են։ Յուրաքանչյուր ոչնչացված օկուպանտ, յուրաքանչյուր այրված տանկ մեզ մոտեցնում է արդար խաղաղությանը։ Շնորհակալություն բոլորին պրոֆեսիոնալ մարտական աշխատանքի համար, ընդգծել են Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբում։ Այսօր հունվարի 1-ն է, 1886 թվականի հունվարի 1-ին ծնվել է Գարեգին Նժդեհը, մեր ազգի նվիրյալը, իսկ 1909 թվականի հունվարի 1-ին ծնվել է
Ստեպան Բանդերան, ով իր հերթին պայքարել է Ուկրաինայի ազատության համար, երկուսն էլ մարդիկ են, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեկը Հայաստանի, մյուսը Ուկրաինայի ազատությանը։ Ասեք, որ հետաքրքիր զուգադիպություն է, որ երկու նման մեծ կերպարներ ծնվել են հունվարի 1-ին, կամ գուցե ամենևին էլ զուգադիպություն չէ, ով գիտի։ Նրանց պայքարը շարունակվում է նաև այսօր, հիշում ենք, հարգում ենք եւ շարունակում ենք մեր ճամփան դեպի իրական ազատություն։ Մինչ մեր եթերի մյուս թեմաների եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Դա շատ կարեւոր է, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան մեր եթերի մասին։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Մեր լսարանի մեծ մասը արդեն բաժանորդագրված է եւ վայելում են բոլոր ոգևորիչ կադրերը, որոնցով ուկրաինական զորքը մեզ ուրախացնում է։ Ես պատկերացնում եմ հիմա թե ռուսների մոտ ինչ է կատարվում Զինիսկ Կապուստինի օպերացիայի ձախողման առումով, երևի թե դեռ առիթ կունենանք այս թեմային վերադառնալու։ Ասեմ, որ անցած 2025 տարում ռուսները մի փոքր ավելի առաջ եկան ուկրաինական տարածքում, քան 24 թվին, բայց ավելացած զոհերի հաշվին, իսկ եթե Ռուսաստանում կամ այլ վայրերում կան մարդիկ, ովքեր ուրախ են այսպես կոչված Պուտինի հաջողություններով, պետք է սառնցնցուղ անենք նրանց։ Նախ պետք է հիշեն, որ 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ ռուսները ավելի քիչ տարածքներ են տիրապետում Ուկրաինայում, քան 22 թվականի մարտի դրությամբ էր, եւ սա նշանակում է, որ ուկրաինացիները կարողանում են նաեւ իդ գրավել տարածքներ։ Ուկրաինայի կողմից ազատագրված հարյուրավոր բնակավայրերը ապացուցում են, որ ռուսի գրավածը վերջնական չի։ Պարզապես կա տակտիկա մեզ գերազանցող ուժերի դեմ պայքարելու, եւ եթե ուկրաինացիների կյանքում ոչ մի նոր բան չկա պատերազմի առումով, ապա անցած 25 թվականին ռուսաստանցիները սկսեցին ավելի ու ավելի զգալ իրենց կյանքի որակի անկում ոչ միայն տնտեսական առումով, այլ նաև անվտանգության մասով։ Վստահ եմ 22 թվականին ոչ ոք Ռուսաստանում չէր ակնկալում, որ մի օր պատերազմը իդ կգա իրենց տարածք։ Եթե Ուկրաինայի հետ սահմանամերձ մարզերի բնակիչները արդեն տեղյակ էին ուկրաինական ուժի զորության մասին 23-24 թվականների իրադարձությունների ֆոնին, ապա Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի բնակիչները սկսեցին հասկանալ, որ իրենք չեն որոշում թե ուր եւ երբ կարող են մեկնել, տեղաշարժվել, այլ ուկրաինական դրոնների ներկայությունն է ավելի վճռորոշ, եւ քանի գնա մեր դրոնները ավելի շատ են որոշելու, թե Ռուսաստանում ով ուր գնա կամ ինչ խոցվի, ինչպես դա եղավ անցած 2 օրերին, երբ նույնիսկ Մոսկվայի մարզի բնակիչները չկարողացան սովորականի պես նոր տարի դիմավորել։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբում հաստատել են արդեն այս տարի կարևոր խոցման մասին, խոսքը Իլսկի նավթավերամշակման գործարանի անցած գիշեր խոցման մասին է։ Խոցվել են նաև մի շարք խոշոր թիրախներ Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքում։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի տվյալներով հունվարի 1-ի գիշերը ուկրաինական բանակի ստորաբաժանումները իրականացրել են մի շարք ճշգրիտ հարվածներ հակառակորդի կարևոր օբյեկտների ուղղությամբ։ Կրասնոդարի երկրամասում դրոնները խոցել են Իլսկի նավթավերամշակման գործարանը, որտեղ հարվածներից հետո բռնկվել է լայնածավալ հրդեհ։ Թաթարստանում քրակային խոցման է ենթարկվել Ալմեծևսկայա նավթի նախապատրաստման կայանը, թիրախը խոցված է, արդյունքները ճշտվում են։ Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված հատվածում Ուկրաինայի պաշտպանության ուժերը նույնպես հարվածներ են հասցրել հակառակորդի մի շարք ռազմավարական օբյեկտների։ Ներկայացնեմ ձեզ այդ շարքը։ Դոնեցկի շրջանում խոցվել է շահեդ եւ գերան հարվածային դրոնների պահեստը, Շևչենկո բնակավայրի մոտ ոչնչացվել է Տոր M2 զենիթ-արտիլային համալիր։ Իլովայսկում բռնկվել է RD-51-րդ բանակի վառելիքը 27-երի պահեստը, Ավձեևկայի շրջանում ոչնչացվել է 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 68-րդ տանկային գնդի գրոհային ստորաբաժանման հրամանատարադիտարկման կետը։ Ուկրաինայի զինուժի հարվածներն ուղղված են ռուսական օկուպանտների ռազմական եւ տնտեսական ներուժի խաթարմանը եւ նրանց Ուկրաինայի դեմ զինված գործողությունները շարունակելու հնարավորությունից զրկելուն։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ընդգծում են, պայքարը շարունակվում է եւ յուրաքանչյուր նոր հարված մոտեցնում է ռուսական ագրեսիայի ավարտը։ Կարելի է ասել, որ
տարին սկսվել է լավ նորություններով, սակայն չպետք է մոռանալ, որ կործանարար հարվածներ հասցվել էին նաև ամանորի նախօրեին Ռուսաստանի տարածքում։ Դեկտեմբերի 31-ի գիշերը Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում դրոնները հարձակվել էին Ռոսրեզերվի վառելիքի պահեստի վրա, ինչի հետևանքով բռնկվել է հզոր հրդեհ։ Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը, որոնց մեր լսարանը ճանաչում է ավելի շատ Մադյարի թռչուններ անվամբ, հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության ռազմական եւ ենթակառուցվածքային օբյեկտներին Դոնբասի, Զապորոժիեի եւ Ղրիմի օկուպացված տարածքներում։ Ներկայացնեմ ձեզ խոցումների շարքը։ Լուգանսկի մարզի Ռովենկի քաղաքում նավթաբազա է խոցվել, Ղրիմի Ալենևկայում 92-րդ գետի կացերների բրիգադի լողամիջոցների բազա է խոցվել, Ալենևկայում ոչնչացվել է նաեւ ST-68 եռակոորդինատային ռադիոլոկացիոն կայանը, Դոնեցկի մարզի Սելիդովայում Ռուբիկոն D հատուկ ստորաբաժանման տեղակայման 3 կետ է խոցվել, Սելիդովայում խոցվել են հակառակորդի կենթանի ուժի տեղակայման 2 կետ, 74-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի եւ 589-րդ մոտոհրաձգային գնդի կազմից։ Զապորոժիեի մարզում խոցվել են Մելիտոպոլի եւ Մալչանսկ էլեկտրական ենթակայանները։ Օկուպանտների դեմ հարվածների շարքը գնալով աճում է, ինչը հանգեցնում է Պուտինյան բանակի մեծ կորուստների։ Այս հարվածները դարձան հերթական ապացույցը, որ ռուսական զորքերը ի վիճակի չեն պաշտպանել իրենց բազաներն ու տեխնիկան, անգամ ժամանակավորապես օկուպացված տարածքներում, որը ռազմական գոտի է եւ պետք է ուշադրությունը ավելի մեծ լիներ, իսկ մեր անօդաչուների ուժերը ցույց են տալիս հաջող գործողությունների աճ եւ նրանց աչքերն ու խայթը օչի տաժալը օկուպանտների ներկայությունը Ուկրաինայի տարածքում վերածում են մշտական մղձավանջի։ Իդեպ ամանորի նախօրեին Գուլայպոլե քաղաքում իրականացվել է հաջող գործողություն հակառակորդին բնակավայրից դուրս մղելու ուղղությամբ։ Այժմ այնտեղ իրավիճակը ինչ-որ չափով հիշեցնում է Կուպյանսկի իրադարձությունները սկզբնական փուլում։ Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ չնայած ռուսական քարոզչության բազմակի հայտարարություններին, ռուսներին չի հաջողվել գրավել ոչ Պոկրովսկը, ոչ Միրնոգրադը, ոչ նույնիսկ Չասովյարը, ինչի մասին արդեն 1 տարի առաջ էին ռուսները հայտարարում։ Չասովյարում մարտերը շարունակվում են, ինչպես նաև Գուլայպոլեում։ Ցավոք, նույնիսկ Ուկրաինայի շատ կողմնակիցներ չեն տարբերակում իրական տեղեկատվությունը ռուսական ապատեղեկատվությունից եւ նույնիսկ երբ հաստատվում է լուրը, որ ռուսները մտել են որևէ բնակավայր, պետք է հասկանալ, որ դա ավտոմատ կերպով չի նշանակում տարածքի կամ բնակավայրի կորուստ։ Ավելի ճիշտ կլինի ասել բնակավայրերի փոխարեն նախկին բնակավայրեր, քանի որ առաջնագծի գոտում նախկին քաղաքներից ու գյուղերից քիչ բան է մնացել, դա ամբողջական մարտադաշտ է։ Շատերը հավանաբար հիշում են, որ դեռ 1 տարի առաջ ռուսները հայտարարել էին օրինակ Չասովյարի գրավման մասին, սակայն ամփոփագրերից մենք կարդում ենք, իսկ մեր Telegram ալիքի բաժանորդները իրենց աչքերով տեսնում են կադրերը այդ նախկին քաղաքից։ Ուստի եկեք տարբերակենք տեղեկատվությունը, շուտով կլրանա պատերազմի 4 տարին, իսկ շատերը դեռ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել։ Իդեպ օրերս իմ լավ ծանոթներից մեկը նույնիսկ լինելով Ուկրաինայի կողմնակից, ռուսական քարոզչության թեզ կրկնեց Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերի վերաբերյալ։ Պարզվեց ռուսները այս թեմայով են փորձում ցեխ շպրտել մեր ուղղությամբ։ Ես հասկացա, որ այս հարցում շատերը նույնպես ապակողմնորոշված են։ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում ագրեսոր երկրի հետ առևտուր չի անում։ Պարզապես էներգակիրների մատակարարման պայմանագրերը կնքված են Եվրոմիության երկրների կողմից, եւ Ուկրաինան Եվրոմիության հանդեպ իր պարտավորությունների շրջանակում կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ Այո, մեզ դա դուր չի գալիս։ Զելենսկին բազմիցս կոչ է արել մեր եվրոպացի ընկերներին դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների գնումը։ Պաշտոնական Բրյուսելը մտադիր է այս 1 տարվա ընթացքում դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը եւ հուսանք, որ քարոզչության համար շահարկվող այս հարցը նույնպես կփակվի։ Գիտեք, Հունգարիան ընդդիմանում է, Սլովակիան փորձում է ընդդիմանալ, նրանք ցանկանում են շարունակել գնել նավթ Ռուսաստանից։ Դե գազի պայմանագիրը այս տարի ավարտվեց, Ուկրաինան հայտարարեց, որ նոր պայմանագիր չի հանդուրժի, իսկ նավթի պայմանագիրը Եվրոմիության երկրները կնքել էին Ռուսաստանի հետ մինչև 29 թվականը, եւ այս պայմանագրի ուղղությամբ դեռ աշխատանք է պետք կատարել։ Այն ֆոնին, երբ Եվրոպան օգնում է Ուկրաինան չի կարող Բրյուսելին փաստի առաջ կանգնեցնել, ասել, որ Եվրոմիության որոշ երկրների նավթամատակարարումը կդադարեցվի։ Մենք իհարկե դեմ ենք, որ Ռուսաստանից ինչ-որ բան գնեն, բայց դա պետք է լինի իրենց որոշումը, քանի որ մենք Եվրոմիության հետ ունենք մեր պարտավորությունները։
Մարդիկ պարզապես մոռանում են, որ Ուկրաինան կնքել է ասոցիացիան պայմանագիր Եվրոմիության հետ եւ չի կարող չկատարել իր պարտավորությունները մեր եվրոպացի բարեկամների հանդեպ, մանավանդ երբ Եվրոպան այդքան մեծ օգնություն է հատկացնում Ուկրաինային։ Ինչպես գիտեք, Ուկրաինայի տարածքով մատակարարումներից կախված են Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան, երկրների էներգետիկ ապահովումը։ Եվրոմիությունը այս երկրներին առաջարկում է այլընտրանքային աղբյուրներ, որոնց մասին ես նույնպես տեղեկացրել եմ ձեզ իմ եթերներում, իսկ Ուկրաինան իր կողմից ոչ միայն չի խրախուսում ռուսական էներգակիրների մատակարարումը Եվրոպա, այլև ամեն կերպ խոցում է դրանց մատակարարման միջոցները, լինի դա Ռուսաստանի ստվերային նավատորմի նավթային տանկերները, թե խողովակաշարերը։ Կարևոր լուր միջազգային լրատվականներից Bloomberg-ի տվյալներով անցած 25 թվականի դեկտեմբերը դարձել է ռեկորդային ամիս Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումների քանակով։ Մեկ ամսվա ընթացքում իրականացվել է առնվազն 24 հարված, խոցվել են 10 նավթավերամշակման գործարան, ծովային ենթակառուցվածքի 11 օբյեկտ, 2 տանկեր եւ խոշոր խողովակաշարային համակարգի 1 տար։ Այս ցուցանիշը գերազանցել է նոյեմբերյան ռեկորդը, որի ընթացքում 23 հարձակում էր արձանագրվել։ Իդեպ Պուտինը Ուկրաինայի եւ Ամերիկայի միջև Ֆլորիդայում կայացած հաջող բանակցությունների ֆոնին որոշել է սեպ խրել Զելենսկու եւ Թրամփի միջև, հայտարարելով այն մասին, թե իբր մեր ուժերը փորձել են խոցել Պուտինի բունկերը, սակայն Թրամփը իրավիճակը օգտագործեց կրկնակի, նախ նա պարզեցավ, որ Ուկրաինային տամահավք հրթիռներ չի տրամադրել, իսկ երեկ արդեն սոցիալական ցանցերում տարածեց ամերիկյան մամուլի հրապարակումը Պուտինի ստի մասին բունկերի թեմայով, այդ կերպ չլեգիտիմացնելով Կրեմլի իրավիճակը էսկալացնելու ցանկությունը։ Ըստ երևույթին Թրամփի վրա ամերիկյան էլիտաների կողմից շարունակական ճնշումը տալիս է իր պատուղները, թե չէ այս ֆոնին կրկին ռուսական քարոզչությունը փորձում էր PR անել իրենց իբր գոյություն ունեցող արեշնիկը։ Իդեպ Զելենսկին ամանորյա ուղերձի ընթացքում կարևոր մեսիջներ հղեց բոլոր լսարաններին, նա ասաց, ցիտում եմ. «Իմ ստորագրությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, եւ հենց դրա մասին են հիմա յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր որոշում, որպիսի բոլորի համար ապահովվի ուժեղ խաղաղություն», ասաց Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հիշեցրեց, որ Ուկրաինան շարունակում է հաջող հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին, պատերազմը վերադարձնելով Ռուսաստանի տարածք, ինչպես նաև Զելենսկին հիշեցրեց, որ պատրաստում են ՆԱՏՕ-ի զինվորականներին, ակնարկելով դերերի փոխվելու մասին, եթե առաջ մեր ուկրաինական զինվորական պատրաստվածություն ստանում ՆԱՏՕ-ի երկրների կողմից, ապա հիմա Ուկրաինան է պատրաստում ՆԱՏՕ-ի շատ կադրեր։ Զելենսկին նշեց, որ անշուշտ ամենից շատ հիմա մենք ենք ցանկանում խաղաղություն, սակայն ի տարբերություն ամանորյա ձյան, այն պարզապես չի ընկնի մեզ վրա երկնքից որպես հրաշք, բայց մենք հավատում ենք խաղաղությանը, պայքարում ենք նրա համար եւ աշխատում այդ ուղղությամբ։ Եվ շարունակելու ենք դա անել, քանի որ շատ ենք ուզում, որ 26 թվականին երկնքում լինի խաղաղ ու լուռ, իսկ երկրի վրա հանգիստ, որ մեր տներում լինի ջերմություն եւ լույս, որպիսի բոլորը վերադառնան տուն ռազմաճակատից, գերությունից, օկուպացիայից, որպիսի լինենք մենք, որպիսի լինի Ուկրաինան, ասաց Զելենսկին եւ եւս մեկ անգամ շնորհավորեց նոր տարին։ Ես էլ այսքանով ավարտեմ այս նոր տարվա առաջին եթերը, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր նոր տարին, առողջ եւ հաջողակ եղեք եւ թող իրականանան բոլոր նպատակները։ Շնորհավոր ամանոր եւ մինչ նոր հանդիպում բարեկամներ։